Ողջույն, մարտի 15-ը քնի համաշխարհային օրն է։ Քնի խանգարումներն ունեն տարբեր դրսևորումներ, այսինքն քնի գանգատներ։ Մարդ կարող է գանգատվել քնի պակասից, կարող է գանգատվել հակառակը շատ քնկոտությունից, օրինակ ցերեկային ժամերին, չնայած որ գիշերը լավ է քնել։ Բայց չմոռանանք, որ բացի պակասից եւ ավելցուկից կարող են լինել քնի շուրջ տարբեր երևույթներ։ Օրինակ, հայտնի է քնի մեջ քայլելու երևույթը շատ, կամ քնի մեջ միզելու, քնի մեջ խռացնելու, ատամները կրճտացնելու եւ շատ այլ երևույթներ։ Ընդհանուր առմամբ քնի խանգարումները մոտ 100-ն են միջազգային դասակարգմամբ։ Քնի առողջությունը պահպանելու համար ամերիկյան քնի բժշկության ակադեմիան օրինակ խորհուրդ է տալիս առնվազն քնել 7 ժամ 24 ժամվա մեջ։ Դա վերաբերում է չափահասներին։ Ըստ տարիքի, օրինակ դեռահասներին ավելի շատ է հասնում, իսկ փոքրերին էլ ավելի շատ։ Հետևաբար դա մենք պետք է հաշվի առնենք, երբ կարգավորում ենք քունը։ Եվ եթե հանկարծ մարդու մոտ առաջացել են որևէ երկարատև արդեն քնի խանգարումներ, քնի խնդիրներ, այդ դեպքում արդեն ռիսկերը ընդհանուր առողջության համար ավելի բարձր են։ Հետևաբար դիմել մասնագետի այդ դեպքում շատ ավելի ճիշտ կլինի, քան ինքնաբուխ, ինքնուրույն ինչ-որ միջոցներ ձեռնարկել, որոնք երբեմն ոչ այնքան արդյունավետ են։ Շատ կարևոր է հետևել ճիշտ քնի գրաֆիկի եւ դա կոչվում է քնի հիգիենա։ Դա միայն գրաֆիկը չէ, իհարկե, միջոցառումների մի ամբողջ համալիր է, որը որ օգնում է խուսափել քնից բխող տարբեր խնդիրներից։ Որոնք են դրանք։ Իհարկե ամենակարևորը ճիշտ ժամեր պահելն է, արթնանալու, քնելու ժամերը մոտավորապես նույնը լինեն եւ չնայենք արդյոք այդ օրը աշխատանքային օր էր, ավելի շատ աշխատենք, ուշ քնենք, թե հանգստյան օր է։ Հետևաբար մոտավոր միջինը պետք է միշտ պահել, քանի որ ապացուցված է, որ շաբաթ-կիրակի տեղը լրացնելը չի օգնում մեր առողջությանը։ Շատ կարևոր է նաև քնի հիգիենայում ակտիվացնող տարբեր նյութերի օգտագործումը ճիշտ ժամերի իրականացնելը։ Հատկապես խոսքը գնում է կաֆեինի մասին։ Կաֆեինը պարունակվում է օրինակ թեյի մեջ, սուրճի մեջ, այլ ըմպելիքներում։ Հետևաբար, եթե ուշ ժամին մենք դա օգտագործում ենք, դա կարող է նույնպես գցել քնի որակը, ուշացնել քնի սկսվելը։ Խորհուրդ է տրվում ժամը 4-ից 5-ից հետո չօգտագործել նման ըմպելիքներ, հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն արդեն որոշակի դժվարություններ։ Նաև խորհուրդ է տրվում խուսափել ուշ ժամերի ակտիվ ֆիզիկական գործողություններից, օրինակ գնալ մարզասրահ կամ ծանր ֆիզիկական աշխատանք կատարել եւ միաժամանակ ուշ ժամերի մեծ քանակի սնունդ ընդունելը նույնպես կարող է վատ ազդել քնի որակի, քնի վրա։ Նաև ժամանակակից մի շատ կետ է եւ շատ տարածված տարբեր էկրաններից օգտվելը քնելուց առաջ։ Խորհուրդ է տրվում 1-2 ժամ պարկելուց առաջ զերծ մնալ կամ հնարավորինս քչացնել էկրան ունեցող սարքերից օգտվելը։ Դա կարող է բավականին հեշտացնել քնի անցումը եւ բարձրացնել քնի որակը, ինչը միանշանակ դրական է ձեր առողջության համար։ Եվ շատ կարևոր մի կետ նույնպես անկողնում, եթե երկար մնում ենք արթուն, կապը քուն անկողին մտնել ուրեմն քնել կորում է։ Հետևաբար շատ կարևոր է տարբեր գործողություններ, որոնք դուք գուցե սովոր եք անել անկողնում, օրինակ պարկել գիրք կարդալ 1-2 ժամ կամ հեռուստացույց դիտել, համակարգչով ինչ-որ հետաքրքիր հաղորդում դիտել, խորհուրդ է տրվում դա անել անկողնուց դուրս, որպեսզի այդ կապը լինի ամուր եւ երբ մենք մտնենք ննջասենյակ հատկապես պարկելով անկողին, մտածենք հիմնականում քնի մասին։ Առողջ քուն ձեզ։